Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ եւ եւս մեկ անգամ շնորհակալություն երեկվա եթերը կիսելու եւ տարածելու համար, դա բավականին անհանգստացրել է որոշներին եւ սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Հիմա կմանրամասնեմ նաեւ ինչու։ Գտնվում ենք Հովանավանքում, առավոտվանից այստեղ ենք եղել։ Գյուղի մարդիկ էլ այստեղ են եղել, անընդհատ գնում են գալիս են, որ ոչ մի խուլիգանական, խուժանական դրսևորում չլինի։ Հիմա ասեմ ինչա ստացվել մինչև այս պահը։ Ուրեմն օրվա մեջ եկան լրագրողներ, ABC News-ը, են Աբրահամի Գասպարյան, եկան 5-րդ ալիքը, News-AM-ը, հայ իմիջայլոց News-AM-ին մի բան ասեմ, այդ որ նկարում գցում եք, սա է թե Գնել Սարգսյանը այստեղ է ու բան, իշխանությունների աջակից, բարի եղեք ձեր մեկնաբանություններին ուշադրություն դարձեք, վերջի լրատվական կայք եք, եթե SMM-շիկի փող չունեք, ասեք մենք ինչ-որ կերպ ձեզ կաջակցենք, բայց հրապարակային ասեք դրա մասին, քաղաքացուն թիրախավորելու իրավունք չունեք, բայց ձեզ առանձին կանդրադառնամ հիմա դրա մասին չեմ եթեր անում, կանդրադառնամ թե ձեզ, թե ձեր տեղադրածի տակ մեկնաբանություն արածներին անուն առ անուն։ Սա այսպես։ Մեկ էլ մեկնաբանություններում ինքնահաստատվող ամեն մանդավուշկի ասեմ հետևյալը։ Կտրիճի ամորձիների մանդավուշկեքին ասեմ հետևյալը։ Ուրեմն լսեք, սրիկաներ։ Բա գնելը կայսում մարդ են հակնում, գնելը երբ որ կայսում էր հակնում, ձեր տերը հələ նոր եղնիկներով սվիտերը շալվարի տակ դրած թարքաշ կոշիկներով Ստեփանակերտից Երևան ճամփա էր ընկել, հասկացաք թե չէ։ Սա հետո ավելի մանրամասն։ Ուրեմն Տեր Արամը մի քիչ առաջ է եկել, առավոտվանից Երևանում էր, այս պայդրությամբ հարսանիք է, այստեղ ու Տեր Արամն է ծիսակատարությունը անցկացնում հարսանեկան իմիջայլոց, ասեմ նաև հետևյալը, որպեսզի ըմբռնելի լինի, Տեր Արամը նախապես այսօր օրվա մեջ տեղեկացրել է իրավիճակը հարսանիքի տերերին ու ասել է, որ sense բան կա, բայց մարդիկ էլ ասել են մեզ այդ չի հետաքրքրում, մենք ուզում ենք որ դու լինես, ինչով ցույց են տվել, որ այս մարդը շատ սիրելի է բոլորի կողմից։ Ես անձամբ երբեք չեմ ճանաչել, բայց տեղ առավոտվանից գյուղամիջում շատ պատմություններ եմ լսում, ուրեմն պատմում են գյուղի ժողովուրդը, որ իրանք չեն էլ իմացել պատարակ է էլի, հետո պատարակն ինչ է։ Այս ժամանակ անցներ գյուղի կողքով, այդ պատարակին 10-15 հոգի լինեին, թե չլինեին։ Հիմա ասում հազարով մարդիկ են լինում, մարդիկ գնում են ու կապված են Տեր Արամի հետ, ու այդ ամեն ինչը ինքը քայլ առ քայլ իր գործունեությամբ է հիմնել, արել դրել, ու ոչ ոք չի կարա դա իր կմահաճույքով վերացնի, դա ուղիղ գնահատականն է, մարդկանց գնահատականն է, ու վերջ, դա արդեն չի կարելի ոտնահարել, սա այսպես, այստեղ էր նաև ինչ էր դրա անունը, Տեր Սարգիս էր, ինչ էր եկա ֆրֆռած գնաց, իհարկե News-AM-ին էլ Ենյանի վրա մի հատ թեթև հարցազրույց տվեց, բայց ես ուզում եմ մի երկու բառ այն մարդկանց հետ խոսեմ, ովքեր մեկնաբանությունների դաշտում ինքնահաստատվում են ու շարունակում են իրենց քյալ ուղեղով Կտրիչ Ներսիսյանի ու մյուս թալանչի հակապետական գործիչներին պատկանող լրատվականներով կարծիքներ հայտնել։ Ուղիղ հարց կա դրված։ Հարցը հետևյալն է։ Հարց համար առաջին։ Կտրիչ Ներսիսյանը նույն ինքը Գարեգին Բ-ն երեխաներ ունի թե ոչ։ Ունի թե ոչ։ Ես աչքովս ընկավ Տեր Եսային, ինչ որ հրապարակում էր արել, օրինական եսի մինչերից էր խոսում,
Ինչ է նշանակում Տեր Եսայի ըստ ձեզ, անձամբ ըստ ձեզ, հարցս ուղիղ ձեզ է ուղղված։ Ես ես շատ լավ ճանաչում եմ ու եթե անկեղծ լինենք հարգել եմ որպես քահանա։ Երբ որ դուք Սուրբ Երրորդություն եկեղեցում եք։ Ուրեմն հարց եմ տալիս, ըստ ձեզ ինչ է նշանակում օրենք։ Օրենքը խախտելու համար, օրենքը բոլորի համար է հավասար եւ գործում, թե ոչ։ Հիմա այդ նույն օրենքով բան ենք ձեզ հարցնում։ Կարա կաթողիկոսը ունենա սեռական կյանք, կարա կաթողիկոսը ունենա ժառանգ կամ ժառանգներ։ Ուղիղ հարց ենք տալիս, ուղիղ պատասխան ենք ակնկալում։ Այո, ոչ։ Այոյի պարագայում կմտածենք, ոչի պարագայում կմտածենք։ Սա այսպես։ Մալմուլում տարածվում է եւ վարչապետն էլ համար 1 ամբիոնից, ժողովրդի համար 1 ամբիոնից, ազգային ժողովից հստակ մեջբերեց Եզրասի Նոր Նախճիվանի, Մոսկվայի եւ Ռուսաստանի եւ Նոր Նախճիվանի թեմի առաջնորդի Եզրասի FSB-ի կողմից վերբովկա եղած լինելը։ Հերքում եք դա, թե հաստատում։ Սա բամբասանք չի։ Սա երկրի ղեկավարն ասում, պետության ղեկավարը, անկախ նրանից կսիրեք, չեք սիրի, կաջակցեք, չեք աջակցի, չի լինելու երբեք չի լինելու մի ղեկավար, ով բոլորի սրտով է լինելու։ Ճիշտ է։ Միշտ լինելու են դժգոհ մաս եւ գոհ մաս։ Հիմա կարևորը լինի օրինական։ Հիմա հարց եմ ձեզ տալիս։ Երկրի պետության ղեկավարը ազգային ժողովի, մեր ազգի ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից հայտարարություն է արել։ Դա հերքում եք, թե հաստատում։ Սա երկրորդ հարցն էր։ Հարց համար 3. Հերքում թե հաստատում եք ձայնագրությունը, որ Կտրիչ Ներսիսյանը Նատաշայի միջոցով Նաթաներ ինչ էր, այն հոմոսեքսուալիստի։ Ես անկեղծ լինեմ, ես ոչ մեկի սեռական կյանքը ինձ չի հետաքրքրում, բայց նախ սրբազանները սեռական կյանք չեն ունենում։ Դրա համար ես դու Հայր Սուրբին ասում Աստված օգնական, որովհետև նա ոչ միայն սեռական կյանք չունենում, նա շատ բաներից է իրան զրկում եւ ողջունելուց ասում ես Աստված օգնական, օրհնում ես, որպեսզի Աստված օգնի նրան այդ գայթակղություններին չտրվելու գործում։ Բայց բարձրում ունենք սեռական կյանքով ապրող մեկին, ով առհասարակ ոչ ավանդական։ Սա ու սրա միջոցով մեկ այլ ծառայողի պարտադրում են, որ թողնի իր անձնական սուքը, այն հանգամանքը, որ իր եղբայրը նոր է զոհվել 44 օրյա պատերազմում եւ մոր հետ ներկա գտնվի հանրահավաքում։ Սա նորմալ է, թե ոչ։ Եկեղեցին կարող է խառնվել քաղաքականությանը, թե ոչ։ Այո, ոչ։ Այո կամ ոչ։ Եկեղեցին իմն է։ Իմն է։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ցանկացած ինստիտուտ, այդ թվում նաև եկեղեցին, երբ որ ինչը որ կառավարվում է, բնական է, որ կլինեն որոշակի թերություններ, բնական է կլինեն որոշակի սխալներ, գծեր, որը մարդը կհատի կառավարելու ընթացքում։ Մենք սա հասկանում ենք, բայց կան անթույլատրելի բաներ եւ նույն օրենքը նմաններին առհասարակ վռնդում է եկեղեցուց, կարգալույծ է անում։ Հիմա դուք որ ասում եք օրենք, Տեր Եսայի, որ օրենքը նկատի ունեք, որ օրենքով եք շարժվում եւ արդյոք չեք կարծում, որ ըստ հարբարավետությանն եք շարժվում։ Սրանք հարցեր են։ Եվ այս հարցերի պատասխանները, քանի որ չկան, հանրությունը ընդվզում է։ Որովհետեւ հանրությունը եկեղեցին համարում է Իրանը։ Հասկանում ենք իրար, թե ոչ։ Իհարկե էլի ասելիքներ կան, ու շատ են դեռ լինելու, իսկ ժողովուրդը շատ ավելի բաներից է տեղյակ, քան հիմա, որ սենց տարածվում է, գնում է, առայժմ ցավը տուն։ Բայց գոնե այս հարցերին պատասխանեք։ Գոնե սրանց։
Կներեք ժողովուրդ ջան, մի պահ նստեմ մեքենայի մեջ, շատ հոգնեցի առավոտվանից ոտքի վրա։ Եթեր եմ անում, եթե ձեր համար խնդիր չի, ինձ համար խնդիր չի։ Դե եթերը չեմ կարա անջատել։ Սենց հարցեր կան, բարև ձեզ տղեր ջան։ Այստեղ այսօր դպրոցականներ են եկել ու եկել են ոչ թե ես հարցրեցի ուսուցչուհուն, ասացի հո դուք չեք հուշել կամ վերցրել բերել։ Ասին չէ, իրանք են առաջարկել, որ ուզում են գան։ Եկան իհարկե շրջեցին գնացին։ Հիմի քահանան, որը հանրության սիրելին է, հա, հասարակ բան։ Իրան հայրապետ է համարում Կտրիչ Ներսիսյանը։ Այստեղ հանրությունը ընդվզել է։ Ինչու՞մն է կայանում խնդիրը, որ ինքը անձամբ չի ցանկանում այս կարգի հարցին լուծում տալ եւ գալ այսպես ոտքով առաջանալ, բայց լավ ոտքով առաջանալ, մեքենայով կանգնել, իջնել մտնել եկեղեցի։ Ինչու՞ չի հայտնում ցանկություն անձամբ գալ եւ խոսել մարդկանց հետ, հավատացյալների հետ։ Եվ ասել, գիտեք ինչ, ժողովուրդ ջան, դուք կարող սիրում եք այս մեկին, բայց խնդիրներ կա, որ մենք կառավարումը մենք ենք իրականացնում ու այսպես էլ է լինում։ Ինչի՞ չեք գալի, որովհետեւ անձամբ դու Կտրիչ Ներսիսյան շատ լավ գիտես, որ դու հայրապետ չես, որ ժողովուրդը, հայ ժողովուրդը քեզ ոչ հայրապետ անցալում, ոչ կաթողիկոս, ոչ էլ առհասարակ որևիցե հեղինակություն ունես, ոչ էլ որևէ ակնածանք կա քո հանդեպ։ Դու դա շատ լավ գիտես։ Այլապես կգայր, որովհետև խոսքը հազարավոր քաղաքացիների մասին է, ոչ թե մի քանի հարյուր են, որ մեր ձևով եկան հետ դուրս եկար օրհնեցիր, այլ հազարավոր քաղաքացիների մասին է, ես կասեի 100 հազարավոր մարդկանց մասին է։ Ինչի անձամբ չես գալիս։ Ոչ մեկ քեզ չի ուտելու։ Ոչ մեկ։ Ինչի։ Ոնց է պատահում, որ մինչև հիմա ամեն ինչից խոսել է ձեր պաշտոնական էջը, բացի հերքելուց։ Դուք ասում եք, նա մատնիչ է, նա հուդան է, մատնիչ է։ Ձեր են ապուշները, զոմբլոները, սաղ մեկնաբանությունների տակ նույնն են կրկնում։ Բան եմ հարցնում, լավ, ինքը մատնիչ է, մատնել է։ Ինչն է մատնել։ Պատկերացրեք, միտեղ նստած կներեք, ժողովուրդ ջան, քակ եք կերել ու միշտ եք քակ կերել։ Մարդը դուրս է եկել, մատնել է, որ դուք քակ եք կերել։ Ինքը մատնիչ է։ Բայց այն, որ դուք չպիտի այդ քակը ուտեք ու կերել եք, դա հեչ, նրա ասածը մեջ, այդ ոնց է տենց լինում։ Ինչն է մատնել, ինչ թաքուն բան է մատնել, ինչ գաղտնիք է մատնել։ Ասելա թե դուք ով եք, չէ՞։ Մարդ ուրիշ բան չի ասել, չի ասել, գիտեք ինչ, sense մի հատ բան կա, այնտեղ մի հատ սուրբ մասունք կար, թաքուն տարանես ինչ տեղ է, հետո բերին, sense, այս բան չի մատնել, չէ՞, ինչ որ ուրիշ բաներ չի ասել։ Ասելա, որ դուք սաղըտ չէ, մեծ կաստա քո գլխավորությամբ, էսեք։ Ասելա, որ դու ունես երեխաներ, ժառանգներ։ Հիմա մատնի չէ ինքը թե չէ։ Այսինքն ձեզ կարելի է դա։ Այսինքն դուք իսկապես մարդկանցից թաքցնում եք այն, ինչը որ չի կարելի ձեզ անել, չէ՞։ Դուք սատարեք Վարդանիկ հանցագործին, հանեք ձեր քահանայական կամ եկեղեցական հագուստը, որպես քաղաքացի, գնացեք սատարեք Վարդանիկին, Դավիթին Համբարձումյան, վերջերս էլ ինքն էր, չէ՞, ոտով քայլում մեջ միածին փրկում էր, բան էր փրկում, 6 տարի 3 ամիս կարդացին։ Գնացեք սատարեք դենց հանցագործներին, Քոչարյանին, ասեք միջև Քոչարյանին չընտրեք, ես Պոլսու պատրիարքի չեմ միջնորդի, որպեսզի Էրդողանի միջոցով կարողանանք Ադրբեջանից գերի բերենք։
Բայց սա տարեք բոլոր նրանց, ովքեր գերիներից են իբր թփրտում։ Չէ՞։ Մենք ինչ բան ու գործ չենք ունեցել, նստել ուղիղ տեղը որոշել ենք, թե դուք ինչպիսինը պիտի լինեք, ինչպիսինը չէ, ուղիղ տեղը որոշել ենք ձեզ չհարգենք։ Նիկոլը ասեց, դուք Նիկոլն ասեց, վստահ եք, բայց եթե ես ձեզ ցույց տամ տեսարաններ, որտեղ որ երբ որ ես ասում եմ, մեկը ես որպես քաղաքացի, ես նման շատերը։ Նիկոլը այդ ժամանակ ոչ վարչապետ էր, հələ նոր պատգամավոր պիտի դառնար։ Ինչ է ստացվելու։ Ինչ եք անելու։ Ստացվելու է հերթական անգամ խափեցիք, հերթական անգամ խախտեցիք ուխտը, չէ՞։ Չի կարելի։ Չի լինում այդպես։ Այդպես չի լինում։ Ու այնտեղ մեկը կար ասում է, եթե նրան տանեն կալանավայր, այդ կամերը, յանի կդառնա վեհարան, լուրջ։ Ձեր համար կարող է։ Ձեր համար կարող է, որովհետև ձեզ համար նորմալ է Աստծո հետ ուխտ կապել, հետո խախտել։ Ձեզ համար նորմալ է շահամոլությունը։ Ձեզ համար նորմալ է շատ պղծություններ։ Ձեզ համար նորմալ չի։ Ձեզ համար աննորմալ է։ Հիմա ըստ այսպիսի խոսույթներ տարածողներին Կտրիշ Ներսիսյանի գործունեությունը պաշտպանողներին իսկապես հարց ունեմ, որ ասում եք եկեղեցի, ինչ նկատի ունեք։ Ինչ նկատի ունեք։ Ինչ պիտի լինի եկեղեցում, ինչպես պիտի լինի եկեղեցում։ Տեսնում եք, որ դուք ինձ եք ասում զոմբի, դուք եք զոմբի, որ դուք զոմբիի նման անգամ եկեղեցուն նայում եք չերես քաղաքականություն։ Դուք կարաք ցանկացած հանցագործի արդարացնեք, ցանկացած պղծազանցի պաշտեք, եթե նրանք Նիկոլի դեմ են։ Սա ձեր գաղափարն է, պատկերացումն է։ Սա եք դուք։ Ու հետևաբար դուք չեք գիտակցում ինչ է եկեղեցին։ Ես ինքս երևի շատ բաներ չեմ գիտակցել, ես ինքս շատ բաներ ինձ համար ամեն օրով բացահայտում եմ։ Ու իմ բացահայտումներով չեմ ամաչում, կիսվում եմ մարդկանց հետ։ Իմիջիալից շատ զանգեր են ինձ եղել, անկեղծության համար ասեմ, նոյեմբերյանից մինչև մեղրի զանգեր են եղել, որ կիրակի օրը գալու են։ Ուրեմն շատերը հարցնում են որտեղ է։ Եկեք ես ձեզ նկարագրեմ, ժողովուրդ ջան։ Երևանից երբ որ դուրս եք գալիս դեպի ապարան, աշտարակը անցնում եք, ու այն ռազմիկակա չէ, ուղիղը տանում է Գյումրի, աչը տանում է ապարան, տենց այդ կողմ լոռում է։ Այդ որ այդ ռազմիկից աչով դեպի ապարանի ճանապարհն եք ընտրում, երկրորդ գյուղն է կարծեմ, Օհանավան, մեծ գրած է վրա, շատ հեռու չի, աշտարակին գրեթե կբացա։ Ու արդեն որ հարցնեք, կասեմ, շատ մոտիկ է։ Ու ասեմ, ես ցավում եմ, որ չեմ կարող եկեղեցու տարածքից եթեր անեմ, այնտեղ ոնց որ կապը շատ վատ է բռնում, բայց սքանչելի եկեղեցի է։ Սքանչելի եկեղեցի է։ Իսկ ինչ են պատմում գյուղացիները։ Ասում են առաջին օրվանից երբ որ եկել է, մենք քիչ-քիչ նկատում ենք, այս տղան ինչ որ գործ է անընդհատ անում եկեղեցու բակում, խոտերն է կտրում, մաքրում, քարերն է դասավորում, գեղեցկացնում է, հարամարավետ է դարձնում։ Հետո տարբեր առիթներին, երբ որ ինքը խոսում է, ասում է մենք հասկանում ենք ինչ է այդ ամեն ինչը։ Ինքն է մեզ համար, մինչև այդ ասում է վերջին տարիներին առնվազն 4 քահանա է այստեղ աշխատել։ Որ մենակ այն 3-ի անունս քիչ ենք էլ հիշում։ Ես հանուն անկեղծությանն եմ ասում, ժողովուրդ ջան, ես խնդրում եմ անկեղծ լինենք։ Ես Տեր Արամին չեմ ճանաչել, ու ես այստեղ չեմ Տեր Արամի համար։ Իհարկե ստացվում է, որ նաև Տեր Արամի համար է, բայց ես
ինչպես 1000 անգամ ասել եմ, էլի կրկնում եմ։ Ես անձերի պաշտպան չեմ։ Ես գաղափարների պաշտպան եմ։ Ես հայկականության ցանկացած բանի պաշտպան եմ։ Ուրեմն ես անարդարության դեմ կռիվ եմ տալիս։ Ես ատում եմ անարդարությունը։ Ու եթե ինչ-որ պահի ես պատահաբար ինքս անարդար կլինեմ, շատ շնորհակալ կլինեմ, որ ինձ հուշեք դրա մասին, գուցե դա չնկատելով լինի։ Ու եթե Տեր Արամը չլիներ, Տեր Պողոս կամ Տեր Պետրոս կամ Տեր Մարտիրոս լիներ, միևնույնն է, ես կարծում եմ, որ այն քահանան, ով ահազանգում է եկեղեցուն ներսում կատարվողի պիղծ գործունեության մասին, պետք է կանգնել նրա կողքին, որովհետև նա ահազանգում է ու առաջարկում է եկեղեցին փրկել պղծություններից։ Ուրեմն ես նրա կողքին եմ, ով ուզում է լինի, ով ուզում է լինի։ Եվ մեր եկեղեցին փրկվելու է։ Այո, կաթողիկոսի գահը 99 թվականի հոկտեմբերի 27-ից սկսած թափուր է, մինչև հիմա։ Ու այդ գահին մենք պիտի ունենանք կաթողիկոս։ Կաթողիկոս, որ ում խոսքը ազդեցիկ լինի, ում խոսքը քաղաքական չլինի, ով շատ խառը վիճակներում համահայկական, համամարտկային, բոլորի համար ընդունելի նախադասությունը գտնի ու արտասանի, ով համերաշխություն կքարոզի, ով սեր կքարոզի։ Հիմա ես հասկանում եմ մարդիկ կան, որ Տեր Արամին գուցե քանի որ Նիկոլ Փաշինյանին չեն սիրում, որոշել են, որ Տեր Արամը Նիկոլ Փաշինյանի սրտի կանանա, բաններ կներես եղբայր, կաթողիկոսներ բան։ Այս դիտանկյունից նայողներին ասեմ ձեզ հետևյալը. խնդրում եմ, ցույց տվեք ինձ, երբ է կաթողիկոսը առնվազն 44 օրից սկսած, երբ որ շատ խորացել է քաղաքացիների շփումներում ճգնաժամը ու ատելությունը, երբ է գեթ մեկ անգամ նմանատիպ քարոզով կամ կոչով հանդես եկել։ Երբ, իսկ դա նրա պարտականությունն է։ Դա նրա թիվ 1 պարտականությունն է։ Որովհետև եկեղեցին կառավարվում է։ Այսպես թե այնպես, իրենից հետո բազմաթիվ պաշտոններ կան։ Կառավարվում է, սիստեմա դա։ Բայց այն նա ամեն ինչ փչացրել է։ Ամեն բան։ Ես կրկնում եմ, ես այստեղ գաղափարների համար եմ ու վաղնել եմ առավոտից երեկո այստեղ լինելու եւ հույս ունեմ, որ քանի որ Տեր Եսային հայտարարություն է արել, թե մինչեւ ամսի 26-ը իրանք ամեն ինչ կանեն, որ իրենց ասած օրինական քահանան, ինչ որ պատարակ մատուցի, բայց մինչեւ այդ Տեր Եսային պիտի պատասխանի այն հարցերին, որոնք որ հնչեցին, որպեսզի մենք հասկանանք մեր պատկերացրած օրենքը, օրենք բառը իր իմաստով եւ իրենց պատկերացրած օրենք բառը իր իմաստով նույնական են, թե նույնական չեն։ Սա է։ Եվ հանուն անկեղծան ասեմ, այո, ես գաղափարների համար եմ այստեղ, բայց ես այսօր գյուղացիներից զրույցներում, սուրճի շուրջ եւ այլն, այնքան արդեն բան եմ լսել, զանգերով մարդիկ, այնքան բան եմ լսել արդեն, թե ինչ տեսակ մարդու մասին է խոսքը, օրինակներով ու պատմություններով։ Այ վերջի պատմությունը տարիքով մարդ էր, ասես գնել, ասես հորս հուղարկավորություններ, ասում կիլոմետր ու կես, ասում արդեն մեքենաները բերել ենք, տեղավորվում ենք, որ դուրս գանք, ասում աշկս ընկավ, ինքը ոտքով գնում է, ոտքով առաջնորդում է այնտեղ։ Ասում էդի ես դες պատվի կյանքում արժանացած չկա։ Մարդիկ կան խոսում են, թե ինչպես են առաջին անգամ այլ միջոցառման շրջանակներում տեսել Տեր Արամին ու ցանկություն հայտնել գալ հենց այստեղ ու հենց իր
օրհնությունը ստանալ։ Կունենա ինչ-որ թերություններ, Տեր Արամը, բնական է, բայց անտերի մարդ չի լինում։ Բայց Տեր Եսայի, ամենայն հարգանքով, դուք իմ երեխայի 40-ն եք արել ու շատ գեղեցիկ ծիսակատարություններ դա։ Ես այդ օրվանից ունեցել եմ որոշակի հարգանք ձեր նկատմամբ, ձեր մոտեցման նկատմամբ։ Բայց ես այս վերջի շրջանում շատ ցավում եմ ձեր կողմնակալ վերաբերմունքներ։ Կողմնակալություն պիտի լինի, բնական է, եկեղեցու շահը եկեղեցականի համար պիտի առաջնային լինի, բայց Կտրիշ Ներսիսյանի գոյությունը այդտեղ հաստատ եկեղեցու շահն է։ Եվ հա, ես մի բանն էլ ասեմ, կներեք, սենց զրուցում ենք ժողովուրդ ջան։ Շատ հանդիպում եմ մեկնաբանություններում, եւ փորձում են մարդկանց մանիպուլացնել, մոլորեցնել հետեւյալ թեմայի շուրջ, թե բա Փաշազադեն ինչ ասում է, ադրբեջանցիների կրոնական առաջնորդը, այստեղ գործողություն է սկսում, այնտեղ ասում են, այստեղ գործողություն է սկսում։ Ուրեմն սա պրիմիտիվ մտածելակերպ ունեցողներին ասեմ հետեւյալը. Նախ դուք այդ խոսույթով իսկապես չեք հարգում մեր եկեղեցին, որովհետև ցույց եք տալիս, թե ինչքան տեղյակ չեք, թե աշխարհում մեր եկեղեցին ինչ դիրքեր է ունեցել։ Գուցե այնքան եք քանդել, իջացրել, նվաստացել, որ արդեն կարող եք տենց կարծել։ Բայց դա հարցի մի կողմը, թողնենք։ Երկրորդ, ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ կրոնական դաշտում գոյություն ունի դիվանագիտություն։ Ու եթե քո պետության, իսկ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, եթե քո պետության արտաքին քաղաքականությունը, որի պատասխանատուն եկեղեցին չի, որի պատասխանատուն իշխանություններն են, արտաքին ռազմավարությունը քաղաքականության խաղաղության օրակարգն է։ Հասկանում ենք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Եվ վարչապետը Էստոնիայում հանդիպում է, այս պատմությունը որից է սկսել, այդ եմ պատմում ժողովուրդ ջան, թե ինչու է Փաշազադեն դա ասել։ Եվ Էստոնիայում հայր սուրբը ընդունելով Փաշինյանին, մեր պետության արտաքին ռազմավարությունը, որին որ աջակցում է քաղաքացին, ընդ որում ընդդիմությունն էլ չէ, ասում են մենք էլ պատերազմ չենք ուզում, մենք էլ ենք խաղաղությունն ուզում, ուղղակի սենց կանեց, այդ ուղղակիները մի կողմ, խաղաղություն բոլորին։ Ասում աղոթում ենք դրա համար, հետո արժանանում է պարսավանքի Էջմիածնի կողմից, հետո Էջմիածինը իր պաշտոնական կայքում տեղադրում է, որ նա իր առանձին կարծիքն ասել եւ դա Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու դիրքորոշումը չէ։ Եղել է նման բան, եղել է։ Ինչից հետո Փաշազադեն, այսինքն դուք տալիս եք խաղակարդ, ոնց Քոչարյանն ու Սերժն էին տալիս Ալիևներին խաղակարդ, նենց դուք կրոնական դիվանագիտությունն եք զիջում Փաշազադեի նմանին։ Հենց դուք տալիս եք խաղակարդ ձեր այդ ազգուշ ու տուպոյ հակահայկական, հակապետական հայտարարությունով գրառմամբ, ինչը կարող եք պարզապես չանեիք։ Եվ Փաշազադեն ասում է՝ մի րոպե։ Ոնց, այսինքն հայկական եկեղեցին քաղաքական արտաքին բանին քաղաքականությունը, որը որ խաղաղության օրակարգն է, ամբողջ աշխարհին Փաշինյանը փորձում է մտցնի այդ խաղի մեջ, փաստորեն այնտեղ մուտիլովկա կա։ Ինչու ես չխոսեմ, ինչու ես չաջակցեմ իմ պետությանը, հələ մի րոպե։ Ու դուրս է գալիս, ասում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին իրանից վտանգ է ներկայացնում։ Դուք տվել եք դա ասելու նրա իրավունքը, ցավոք սրտ ես լուրջ եմ ասում։ Ճիշտը դա է։ Ինչ վտանգ։ Իհարկե մենք չենք ցանկանա համաձայնվել, բայց ինչ վտանգ։ Այ հենց այդ վտանգը, որ փաստորեն խաղաղության օրակարգին դուք ներողություն ժողովուրդ ջան, փաստորեն դեմ եք արտահայտվում։ Բայց ինչ կապիկություն է։ Հասկացաք, դուք տալիս եք խաղակարդ։ Հետո այստեղ Նիկոլ Փաշինյանը նաև, իհարկե որ Նիկոլ Փաշինյանը չի նստելու նաև Փաշազադեն ինչեր է անում, բանը արդեն հասած է լինում նրա, որ դուք դուրս եք գալիս, սկսում եք ընտանիքին քրֆել, անիծել, ու մարդը, հելլո, ասում է դու գնա հորքուլիդ կանգան դոմփի,
Հորքուրի դոմփի մետի, հորքուրի թե քերու կնգատ։ Դոմփի մետի գործ ունես արա։ Բա, ասես դոմփի, այն որ մի ամբողջ Հայաստանից առաքելական սուրբ եկեղեցին զավթած խունտա։ Խաղակարտ է տալիս թուրքի ձեռը այդ հետ, դոմփել բառը մեջ։ Դենց է ստացվում։ Ու գնաց զարգացումները արդեն մեկը մյուսի հետևից։ Գնաց զարգացումները, այնտեղ էլ տեսնում են, որ զարգացումներ կա։ Ինչի չմտնել ու չխառնել անընդհատ։ Հատկապես այն պարագայում, երբ մեր լրագրողները շատ երջանիկ ձևով առավոտից իրիկուն ատելություն են սերմանում։ Երեկվանը լրագրողի պահվածք էր, միկրոֆոնով խփում եք սրանը, դուք ապուշ չեք արա։ Դուք ապուշ չեք։ Այն մյուս քահանայի կույրը, հետո այդ հարսանեկի փողը լավ կերակ, ծամիկ, լավ մարսեցիք, դժվժիկը համով էր։ Ոնց էր հեսա։ Ուզում եմ ոնց որ բան հեսակ պատահի։ Հեսա մտնեմ ներս, ժողովուրդ ջան։ Փորձեմ եթերով ներս մտնեմ, բայց կարող է կապը կտրվի։ Որ հանգարց կտրվի, երեկոյան էլի եթեր կանեմ ու միշտեղի ունենեմ կասեմ։ Տենց ժողովուրդ ջան։ Հենց որ թող մեր մնությունները թարգեն ու այստեղ մենք Տեր Արամի հարցը չի։ Այստեղ խնդիրը գաղափարական է ու հայ ժողովուրդը ուզում է հասկանա ինչն է օրենք, որ դեպքում օրենքը գործում, հավասար են արդյոք բոլորը թե ոչ։ Այդքան բան։ Մի րոպե կներեք։ Ժողովուրդ ջան, չգիտեմ, կապը կա թե չէ, խնդրում եմ զուգահեռաբար գրեք։ Հարսնիքի նկարողներն են, թե չեն չելերակներն են, հաստատ բան է կատարվելու եմ լրկել է։ Ասեմ ժողովուրդ ջան, ուրեմն հարսանեկը ավարտվել է, մարդիկ դուրս են եկել, լրագրողական կամերաներն են ներսում մնացել, ուստեղ ապկով մարդիկ են եկել, ծանոթ դեմքեր, ովքեր վստահաբար ասելիք ունեն և ներսը երկու կամերա կա առնվազն լրատվական կայքերի ներկայացուցիչներ, այնպես որ խնդրում եմ եթերում մնաք, տեսնենք ինչ է ստացվում։ Հիմա ոտքի ժամ։ Այստեղ գյուղի բնակիչներն են։ Ես ոնց որ ինքներ հա։
Եկամ։ Երևի իրավական փաստաթղթեր են բերել։ Չես մաչի։ Կան ոստիկանները առավոտվանից են եղել։ Ну, այս պատրուլը։ Եկեք գիտեք ինչ անենք, կարող է դուք առաջարկեք ժողովուրդ ջան, կարող է եթերը փակեմ, հեռախոսը շատ չտականա։ Պատարակ բանը հենց բրցնի աղոտքի ժամը։ Ու հենց բան սկսի միացնեմ։ Կամ էլ կարամ միացրած թողնեմ։ Ինչ անեմ ժողովուրդ ջան, որպեսզի շատ երկար չլինի։ Թողնենք, առանձին մի անենք։ Կավամարտից քիչ երկար տևի, ես ուժ ձեզա չցանձրացնեմ, բայց պիտի խնդրեմ ուշադիր լինեք, հենց միացնեմ, մտեք ու ակտիվ տարածեք ժողովուրդը։ Առայժմ։ Չանջատեմ։ Պրոստը ես էլ հեսա գործի եմ։ Լավ, եկեք ես մի հատ անջատեմ, երկու կարևոր զանգ անեմ։ Բանն է, մեկը ABC-ն է, Աբրահամ Գասպարյանին է, մյուսը չհասկացա, որ նա երևի Նյուզեյը մտել է։ Հա, մյուսը Նյուզեյը։ Կամ էդ էր, ABC-ն չէր, Նյուզն էր։ Եկեք անջատեմ, ես մի հատ զանգ անեմ, կարող է այսօր չգնամ էլ գործի, ստեղ լինեմ, ազատությունն էլ է ստեղ։ Լավ, առայժմ ժողովուրդ ջան։